Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, այսօր ծրագրում առաջարկում ենք։ Լավ տղեն դու չես։ Նոր-Նորքի թաղապետարանում երեկվա աղմկահարույց միջադեպից հետո վարչական շրջանի ղեկավարը դեռ պաշտոնավարում է, մեղադրյալի կարգավիճակ ունի թե ծեծված ակտիվիստը, թե ծեծող թաղապետը։ Եվրամիությունն անդամակցության հայտ չի ստացել Երևանից։ Դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատարը Ազատության տված բացառիկ հարցազրույցում ընդգծել է. հարցը կքննարկեն, երբ հայտը լինի։ Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների գործով նիստերը։ Վերջին օրերին ադրբեջանցի մեղադրողները կենտրոնացած են 90-ականներին Շուշիի օպերացիայի վրա։ Բարձրագույն դատական խորհրդի թույլտվությունից հետո իրավապահները 2 ամսով կալանավորել են դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Քրեական գործն առնչվում է կաշառք տալուն, ստանալուն եւ օժանդակելուն։ Քաղաքացին ահազանգում է ոստիկանական բռնության մասին, այս անգամ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերյանում։ Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան ստորագրել են ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագիրը, ինչ ազդեցություն կունենա գործարքը պատերազմի ընթացքի վրա։ Նոր-Նորքի թաղապետի մասնակցությամբ ծեծու ջարդից մեկ օր անց թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ Ազատության տեղեկություններով մեղադրանքի առաջադրվել, բայց նա դեռ շարունակում է պաշտոնավարել։ Եթե թաղապետի մասնակցության բռնությունը քննվում է ֆիզիկական ներգործության հոդվածով, ապա հարվածներ ստացած ակտիվիստ Արթուր Չախոյանը մեղադրյալ է խուլիգանության հոդվածով։ Երկու քրեական գործ 6 մեղադրյալ Նոր-Նորքի թաղապետարանում երեկվա ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու։ Առանց անուններ տալու հաղորդեց քննչական կոմիտեն։ Ազատության տեղեկություններով մեղադրյալներից մեկը թաղապետն է։ Երևանի խնդիրների մասին ահազանգող ակտիվիստ Արթուր Չախոյանը, որ 3 թաղապետարանում հարվածներ էր ստանում, այդ թվում թաղապետից, մեղադրյալ է մեկ այլ գործով։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանության համար։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Ծեծի գործով Չախոյանը այս պահին տուժող ճանաչված չէ։ Այս տեղեկությունները փոխանցած նրա փաստաբան Վահե Եփրիկյանն ասաց, մեղադրանքը կապ ունի ոչ թե թաղապետարանում տեղի ունեցած ծեծի, այլ դրա նախորդ օրը նույն վայրում Չախոյանի եւ Երևանի ավականու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամի իրականացրած ակցիայի հետ։ Այս գործով երկրորդ մեղադրյալը ըստ Եփրիկյանի ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանն է։ Բազմաթիվ են Եվրոպական դատարանի, Վճռաբեկ դատարանի մեր նախադեպային որոշումները, որոնցով ամրագրվում է, որ քաղաքացիական ակցիա իրականացնելու համար անձի նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվի, այն էլ խուլիգանության հանցակազմի իմաստով։ Փաստաբանը միտում է տեսնում։ Ինչ են ուզում անեն։ Իբրև թե դեպքի նախորդ օրը Մեսրոպ Մանուկյանը, Արթուր Չախոյանը պատրել են Նորքի թաղապետին, որը հաջորդ օրը արդեն ծեծի է ենթարկել վերջիններից, որտեղ նրանց նկատմամբ էլ ֆիզիկական ներգործության հոդվածն են մեղսագրել։ Այսինքն ուզում են ինչ-որ բալանսի բերել, բայց դա այնքանով չի ստացվելու, որքանով որ նախորդ օրվա Արթուր Չախոյանի գործողությունները կապված են եղել բացառապես Նորքի թաղապետի ի պաշտոնե գործունեությամբ։ Այսինքն ձեր գլխին պետք է որ հասկանաք։ Այս պատմությունը սկսվեց Նոր-Նորքում գտնվող մի մանկապարտեզ ակտիվիստի եւ ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի այցից հետո։ Նրանք վերանորոգման բացերն էին ցույց տալիս, հեշտությամբ պոկելով քարերը, պատիններն ու անգամ ասֆալտը։ Որակի պատասխանատու համարում էին Լիլիանարմ ընկերությանը, որը ինչպես պնդել էին իշխանության ներկայացուցչին է պատկանում։ Նայեք ՔՊ-ի մանկապարտեզը սարքած մանկապարտեզի ճաչեն է այս։ Չախոյան այդ որ նյութ է կանում թաղապետին մատնանշում վրեն, կողմ Մեսրոպի։
Նոր Նորքի թաղապետը, ինչպես պնդում էր ակտիվիստը, ի պատասխան զանգել էր իրեն, հայհոյել, ապա հայհոյանքները փոխադարձ էին դարձել։ Հաջորդ օրը ակցիան էր, երբ ընդդիմադիրները որոշեցին պատասխանել հենց թաղապետարանում, թաղապետի լուսանկարների վրա յոգուրտ լցնելով։ Ես կատարում եմ քաղաքական ակցիա արել եմ ուղիղ թաղապետի լեքսիկոնին համարժեք։ Լավ տղեն դու չես։ Հաջորդ օրը Չախոյանն ու Մանուկյանը վերադարձան թաղապետարան։ Հենց այդ ժամանակ էլ մի քանի հոգով ակտիվիստին ծեծի ենթարկեցին։ Ոստիկանությունը ծեծից հետո թաղապետարանից Արթուր Չախոյանին բերման ենթարկեց։ Միջադեպից հետո թաղապետը շարունակում էր հանրային քննարկում վարել։ Երեկվա դեպքից հետո փաստաբանի փոխանցմամբ Արթուր Չախոյանը դեռ հիվանդանոցում է։ Երևի այսօր կամ վաղը կներկայանանք դատաբժշկելի արդեն։ Վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, որ անձամբ բռունցքներով հարվածներ տեղում, շարունակում է պաշտոնավարել։ Համենայն դեպս նրա հրաժարականի մասին հայտարարություն չի եղել։ Ազատության հետ զրույցում էլ պաշտոնյան հեռանալու ծրագրերից չխոսեց։ Հարուցված է քրեական գործ, որևիցե հարցի չեմ պատասխանում։ Ոչ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չպիտի տա։ Նոր Նորքի թաղապետը Արամ Սարգսյանի ղեկավարած Հանրապետություն կուսակցության անդամ է։ Եվրոպամետ ուժի նախագահը բռնությունը դատապարտում է։ Կողքին սակայն մի բայց է ավելացնում։ Ըստ Արամ Սարգսյանի կան իրավիճակներ, երբ պետական պաշտոնյան ի վիճակի չի լինում պատասխանել պաշտոնին բնորոշ զսպվածությամբ։ Մարդուն պատասխանում է այն լեզվով, ինչով դիմացինն է իրեն դիմել։ Արամ Սարգսյանը հարցազրույցում դժգոհ էր իրավապահներից, որ չեն կանխարգելել թե Տեր-Մարգարյանի հայհոյանքը, թե դրան հաջորդած դեպքերը, բայց այդպես էլ չխոսեց, ինչու իր կուսակից թաղապետը չի դիմել իրավապահներին։ Նա ավելի շատ ակտիվիստի պատասխանատվությունից էր խոսում, պնդելով Չախոյանն է սադրել, զրպարտել, իսկ իր թիմակցի մասին խոսելիս շեշտեց ոչ թե ծեծի, այլ Տիգրան Տեր-Մարգարյանի հայհոյելու դրվագը, ասելով թող իրավապահները գնահատական տան։ Ծեծին մասնակցած թաղապետի հրաժարականի հարցը Արամ Սարգսյանը լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում էր քննարկում։ Ես իհարկե չեմ արդարացնում միարտների չդիմանալ։ Իմ համար ակնհայտ է, որ այդ ամեն ինչը սադրանք էր, որ Տիգրան Տեր-Մարգարյանը պիտի այդ սադրանքին չգնա, դա էլ եմ շատ լավ հասկանում։ Ոչ Տիգրան Տեր-Մարգարյանը, ոչ մեր կուսակցությունը այս տարիներին չի պայքարել պաշտոնի համար։ Բայց Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականից հետո նման իրավիճակներում հայտնվելու են մնացած բոլոր պետական չինովիկները։ Միանշանակ հայտնվելու են այդ իրավիճակում, որովհետև համապատասխան թևը խնդիր է լուծում Երևանում հասնել իշխանափոխության, հետո Հայաստանի Հանրապետությունում հասնել իշխանության։ Իսկ ովքեր են այդ թևի կողմնակիցները։ Դրա կողմնակիցները արդեն աշխարհաքաղաքական են։ Դա Ռուսաստանն է, դա Ադրբեջանն է։ Ինչ են իրենք ուզում, մեղրիով միջանցք եւ Հայաստանի ինքնիշխանության եւ ինքնուրույնության ամբողջական զրկ։ Նրա կուսակցությունը Հանրապետությունը ևս թաղապետարանում ուղիղ եթերում տեղի ունեցած խմբակային ծեծը նախկինների կողմից Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության դեմ սադրանք որակեց։ Մենք ունենք խուլիգանություն, խոշտանգում, առերևույթ, առնվազն լավ քննչական կոմիտեի մակարդակով մենք ունենք ֆիզիկական ներգործության հոդվածը։ Քո պաշտոնյան տրվել է այդ սադրանքին։ Ուրեմն քաղաքականապես հասուն չի քո պաշտոնյան։ Երևանի ավականիում իշխանության հետ կոալիցիա կազմած Հանրապետություն կուսակցության մեկ այլ անդամ Մալաթիա Սեբաստիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանը հրապարակին ասել է, եթե Երևանի քաղաքապետը Տեր-Մարգարյանին ազատի Նոր Նորքի թաղապետի պաշտոնից, իրենք վայր կդնեն լիազորությունները։ Իսկ Հանրապետություն ՔՊ կոալիցիան կկազմալուծվի հարցին ի պատասխան կրկնել է. մենք վայր կդնենք մեր լիազորությունները։ Վարչապետ Փաշինյանը մինչև այս պահը չի անդրադարձել Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ու մեծ աղմուկ բարձրացրած միջադեպին։ Անցած հոկտեմբերին վարչապետը խոսքը բռունցքով փոխարինելը շատ լուրջ խնդիր էր համարում։ Այս հայտարարությանը նախորդել էր խորհրդանում քննչական կոմիտեի նախագահի եւ քաղաքացիական պայմանագրի падգամավոր Հովիկ Աղազարյանի միջև սկանդալային վեճ։ Հենց սկսում ենք խոսել 15-րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի։ Ու սա շատ լուրջ խնդրեմ է։ Դեպքին անդրադարձել է Երևանի ավականու իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, դատապարտելով տեղի ունեցածը նաև տարակուսել էին, որ իրավապահները ծեծին նախորդած իրադարձություններին որևէ գնահատական չէին տվել։ Իշխող թիմը ծեծը հենց դրա հետևանք էր համարել։
Իշխանություն ընդդիմություն հարաբերություններում ատելության խոսքը օր-օրի ավելի է շատանում։ Ընդ որում դրա ուղիղ մասնակիցը դառնում է արդեն ոչ միայն այս կամ այն թևի ներկայացուցիչ քաղաքական գործիչը, այլ նրա ընտանիքի անդամը։ Հերթական միջադեպը տեղի է ունեցել 3 ՀՊԱ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մոր եւ ընդդիմադիր արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի աջակիցների միջև։ Փոխադարձ վիրավորանքների և սպառնալիքների ֆոնին բաց է մնում թերևս ամենակարևոր հարցը։ Իսկ ով և ինչպես պետք է կանխարգելի ատելության մթնոլորտի թեժացումը և ինչերի կարող է սա հանգեցնել։ ՀՊԱ-ական պատգամավորի մայրը աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել։ Երեկույթ երեկոյան համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Կարգախոսով ակցիայի մասնակիցներն ու մի կին վիճում են, վիրավորանքներ փոխանակում։ Փողերը նկարի, հա, որ ինչքան փող այս կաշառ վերցրել։ Այ ողոն մելիսովասներ։ 10 միլիոն է։ Ջան ասենք հողը։ Ձեր նմանները քայքայ։ Կինը ինչպես ավելի ուշ պարզվեց պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրն է, իսկ ակցիա իրականացնողները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցները։ 70 անձի մորը շրջափակելով ու Ալեքսանյանը պնդում է, թե մորն առաջարկել են միանալ վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Մայրն էլ բացատրել է, թե դա մեջբերեմ հիմարություն է, որին ի պատասխան շրջապատել վիրավորել են նրան։ Սրբազան պայքարի աջակիցները հակադարձում են, Ալեքսանյանի մայրն է սադրել իրավիճակը, փորձելով խոչընդոտել իրենց խաղաղ ակցիան։ Ես Քոչարյանի բարբաստել եմ, Սերժիել, Նիկոլիների հեղափոխությանը մասնակցել եմ, այո, Քոչարյանն նա գլուխը բարձրացել։ Այո, Քոչարյանն է գլուխը բարձրացել, ուրիշն էլ բարձր է։ Արհայրան։ Սրան հաջորդեց եւս մի տեսանյութ, նույն անձանց մասնակցությամբ, բայց արդեն երեկոյան ժամի։ Դեպքի վայրում կրկին իշխանական պատգամավորի մայրն է։ Ողոնելիներ։ Ցույց տուր լավ։ Վահագն Ալեքսանյանի մայրն է։ Ես շատ բան եմ, եկել արդեն իմացա։ Վահագն Ալեքսանյանի մայրը սադրում է չեմ վստահում ակցիայի մասնակիցներին։ Էն ինչ era խոսում։ Դելես են ընդդիմադիր լրագրողներ։ Այ համաշխարհային լրբեր։ Թե ինչպես է Ալեքսանյանի մայրը ցերեկվա միջադեպից հետո երեկոյան կրկին հայտնվել, նույն վայրում հայտնի չէ։ Կադրերից միայն երևում է, որ եթե ցերեկը ակցիայի մասնակիցներն էին տիկնոջը նկարում, այս անգամ ինքն էլ է փորձում դա անել։ Ես եկա լիրք նկարում։ Ես եկա Պետք է դու ես։ Բարել է թափավոր է։ Այս միջադեպից առաջ նոր վարչական շրջանի ղեկավարը հենց Թաղապետարանի շենքում իր մի խումբ թիմակիցների հետ ծեծել էր ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Հասարակական քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը այդ ֆոնին պատահական չի համարում Վահագն Ալեքսանյանի մոր նույն վայրում երկրորդ անգամ հայտնվելու փաստը։ Ինչպես բոլոր մնացած դեպքերում, որ շատ խայտառակ պատմությունների մեջ են ընկել, ինչպես մասիվի դեպքներ, մասիվի Թաղապետարանի դեպքներ, իրանք կրիզիս մենեջմենտ անելու համար, ճգնաժամը կառավարելու համար փորձել են ստեղծել վիճակ, որում հավասարության նշան կլինի, այսինքն որ դե դուք է մերոնց խփեցիք, չէ, ախր եկեք ձեր տանք անցնի գնա առաջ։ Իրանք այս ուղղությամբ միշտ աշխատել են, կա բազմաթիվ օրինակներ, կա Սոնա Մնացականյանի վրայերթի զոհ դառնալուց հետո իրացած կեղտոտագույն պրոպագանդայի օրինակը։ Նահապետյանը հիշեցնում է, սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչների հարազատները իրենց քաղաքական դիրքորոշման պատճառով աղմկոտ պատմության մեջ են հայտնվում։ Ասում է, եթե ՀՊԱ-ականներին սա իրականում դուր չի գալիս, թող իրենց հարազատներին քաղաքականությունից հեռու պահեն։ Եթե ընտանիքի անդամը համատեղությամբ նաև քաղաքացիական ակտիվիստ է, այդ մարդը դադարում է լինել ընտանիքի անդամի առաջնային կարգավիճակով, այդ մարդը դառնում է նախ եւ առաջ քաղաքացիական ակտոր, որը բնականաբար իր վրա կրում է քաղաքական դաշտի թունավորության բոլոր հետևանքները։ Երեկվանից իշխանական տարբեր պաշտոնյաներ են անդրադառնում այդ դեպքին։ Ազգային ժողովի նախագահն է դատապարտել տեղի ունեցածը, պնդելով, թե դրանով իշխանություններին հեռացնելու հերթական գործընթացին վերջակետ դրվեց։ Քաղաքական կարծիքները կարելի է չկիսել, կարելի է վիճել, բայց գծեր կան, որոնք անցնել չի կարելի։ Հենց անցար դու ոչնչանում ես, առավել եւս, երբ դու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե քաղաքական, թե բարոյական իմաստով։
Երեկ գիշեր էլ Վահագն Ալեքսանյանի բնակության վայրի հարակից տարածքում պաստառներ են փակցվել տարբեր գրառումներով։ Լուսանկարները հրապարակված են Սրբազան պայքարի տելեգրամյան էջում։ Իշխանական պատգամավորը պնդում է իրենց դռան դիմաց նաև սատկած մուկ են թողել։ Միքայել Նահապետյանի գնահատմամբ երկրում ստեղծված այս մթնոլորտի համար հենց իշխանությունն է պատասխանատու, որն անհետևանք է թողնում պետական հիմնարկում քաղաքացու ծեծը։ Պետությունը չի կարելի լինի ամենառադիկալը եւ պետական իշխանության մարմինները եւ դրա քաղաքական ինստիտուտները, կուսակցությունները բաները չեն կարելի լինի ամենառադիկալը։ Միշտ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր հույզերի եւ մտքերի կառավարման հետ բավականին լուրջ խնդիրներ ունեն, որոնք միշտ հակված են, ասենք, չգիտեմ, զինված խումբ սարքեն, գնան մեկին սպանեն եւ այլ հրապարակում ինչ-որ մեկին կախեն։ Երբ որ պետությունը ցույց է տալիս, որ դա հարցերը լուծելու լավ մեխանիզմ է, վստահաբար ինքը հետո չի կարողանալու մրցի դրա հետ։ Իրավապահ մարմիններին դիմելը եւ նրանց հետ համագործակցելը պետքա դառնա հանրային հարաբերությունների կարևոր բաղադրիչ։ Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը քաղաքական ընդդիմախոսներին զգուշացնում է, պատասխան են տալու թե իր մոր հետ տեղի ունեցածի, թե իր լուսանկարներով ակցիայի համար։ Իրավապահներին դիմելու մասին նրա գրառումներում խոսք չկա։ Ես ես վստահեցնում եմ, դուք դրա քաղաքական պատասխանը ստանալու եք։ Արտաքին քաղաքական թեմաների մասին։ Եվրոպայի հետ մերձանալ ցանկացող Հայաստանին են անդրադարձել Բրյուսելից։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը ազատության տված բացառիկ հարցազրույցում ընդգծել է, որ դաշինքին անդամակցելու հարցը կքննարկեն, երբ հայտ ստանան Հայաստանից, ինչը դեռ տեղի չի ունեցել։ Անցած ամիս Հայաստանի խորհրդարանը ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Միաժամանակ պաշտոնական Երևանը շեշտում է, որ սա Եվրամիության անդամակցության հայտ չէ։ Եվրոպացի պաշտոնյան էլ հիշեցրել է, որ այդ դիմումը ներկայացնելու համար Հայաստանը մի շարք ընթացակարգեր պետք է անցնի։ Մենք դեռ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ չենք ստացել, երբ ստանանք կքննարկենք, ազատությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ Չհստակեցնելով դիմում ստանալու դեպքում Բրյուսելը հավանություն կտա, թե ոչ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը միայն ընդգծել է։ Երևանում հնչող այդ ցանկությունը ցույց է տալիս, թե որքան գրավիչ է այսօր եվրոպական ընտանիքը։ EU is higher than it used to be. Այն ինչ տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանում ցույց է տալիս, որ Եվրամիության գրավչությունն հիմա ավելի բարձր է, քան նախկինում։ Ցանկացած երկրի համար Եվրամիության անդամակցությանը դիմելու համար երկու պայման կա։ Այն պետք է լինի պետություն եւ լինի Եվրոպայում։ Մենք Հայաստանից դիմում դեռ չենք ստացել։ Երբ ստանանք կքննարկենք, բայց ինչպես ասացի, սա ցույց է տալիս, որ մենք հետաքրքիր ենք բազմաթիվ երկրների համար։ Interesting for many other countries. Որոշումն ընդունվել է։ Անցած ամիս Հայաստանի խորհրդարանն ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Միաժամանակ պաշտոնական Երևանը հայտարարեց, թե օրինագիծը համահունչ է Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ծրագրին եւ Հայաստանի որդեգրած բալանսավորման արտաքին քաղաքականությանը, սակայն այն Եվրամիության անդամակցության հայտ չէ։ Այդ դիմումը ներկայացնելու համար Հայաստանը մի շարք ընթացակարգեր պետք է անցնի, երբ լինի կդիտարկենք, ազատությանն ասել է Մարտակոսը։ There are some conditions which պետք է որոշ պայմաններ բավարարվեն, հետո կտեսնենք։ We will see. Եվրամիության ընդարձակման գլխավոր պատասխանատուն միաժամանակ չի բացառել, որ Մոլդովան կարող է դաշինքի անդամ դառնալ իր պաշտոնավարման օրոք մինչև 2029 թվականը։ Մեր կողմից ձախողում կլինի, եթե ներկայիս Եվրահանձնաժողովի օրոք մենք Եվրամիություն չընդունենք որևէ նոր անդամի, ասել է նա, ընդգծելով, որ բալկանյան պետություններից Ալբանիայից եւ Չեռնոգորիայից բացի նորեկների շարքում կարող է նաեւ Մոլդովան լինել։ Moldova is really a good student. Մոլդովան իսկապես ամբողջ խմբի լավ ուսանողն է, նրանք իսկապես զգում են այս պատմական պահը։ Եվ սա մի բան է, որ մենք թերևս նախկինում չենք տեսել, քանի որ նրանք ուզում են պատկանել մի համայնքի, որտեղ կարևոր են արժեքներն ու ժողովրդավարությունը։ Եվ նրանք ուզում են հնարավոր ամեն բան անել դրան հասնելու համար։ Everything possible. Ընդ որում Կոսն ասել է, որ Մոլդովայի հնարավոր անդամակցության հարցում այսօր առնվազն Եվրամիության երկրների շարքում ընդդիմություն չկա։ Ի տարբերություն օրինակ Ուկրաինայի, որի անդամակցության շուրջ բանակցություններն այժմ արգելափակված են։ Հունգարիան վետո է կիրառել, պնդելով, թե Կիևը պատշաճ չափով չի պաշտպանում իր հունգարալեզու փոքրամասնության իրավունքները։ Պետք է տեսնենք ինչպես ենք համոզում Բուդապեշտին հետ կանգնել այդ որոշումից, ասել են ընդարձակման հարցերով հանձնակատարը, պնդելով, որ Ուկրաինայի անդամակցությունը եվրոպական դաշինքին ոչ միայն քաղաքական որոշում է, այլև անվտանգային։
Enlargement is not only about entering or becoming a member of the EU. Եվրամիության ընդարձակումը միայն դաշինքի անդամ դառնալը չէ։ Իմ տեսլականով լինել Եվրամիության անդամ նշանակում է քաղաքական խարիսք գցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար։ Մոտ ապագայում Ուկրաինան թերևս ի վիճակի չի լինի ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, բայց Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը կարող է ունենալ այդ քաղաքական էֆեկտը։ Political effect. Մոլդովայից ու Ուկրաինայից բացի 3 տարի առաջ նաև Վրաստանը Եվրամիության անդամակցության տեխնացուի կարգավիճակ ստացավ։ Թբիլիսիի հետ բանակցությունները սակայն այժմ փաստացի փակուղի են մտել։ Բրյուսելը քննադատում է Վրաստանի իշխող վրացական երազանքին արևմտյան արժեքներից շեղվելու, մի շարք աղմկահարույց օրենքներ ընդունելու եւ անցած տարվա զանգվածային բողոքի ցույցերը բռնությամբ ճնշելու համար։ Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ եւ Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ կիրառել, այդ թվում սառեցնել անդամակցության շուրջ բանակցությունները կամ ազատ վիզային ռեժիմ Ազատությանն ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը, միաժամանակ պնդել, պատժելուց առավել խելամիտ է պահպանել երկխոսությունը Թբիլիսիի հետ։ I think the most easiest way is not to speak. Կարծում եմ ամենահեշտ բանը չխոսելն է, բայց խոսելով դու տեղեկանում ես ինչ է ուզում դիմացինդ եւ ինչ կարող ես դու առաջարկել։ Ուստի մենք հիմա ուսումնասիրում ենք ինչպես կարող ենք իրականացնել այդ երկխոսությունը, որպեսզի կարողանանք վերադարձնել Վրաստանը դեպի եվրոպական ուղի։ Վրաստանից բացի նաև Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններն են սառեցված արդեն ավելի քան 5 տարի, կրկին ժողովրդավարության ուղղությամբ Անկարայի բաց թողումների եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար։ Եվրամիության ընդարձակման հարցերով բարձրագույն հանձնակատարը սակայն Ազատությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է, Բրյուսելը հակված է վերանայել այդ դիրքորոշումը։ Մենք հիմա բարձր մակարդակի երկխոսություն ենք սկսել տնտեսության, հետո էլ կանցնենք միգրացիայի հարցերին։ Նաև գործարար շրջանակն է ուզում, որ մենք գնանք այդ ուղղությամբ, ասել է Մարտակոսը մանրամասնելով։ Այսօր Եվրամիության եւ Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը հասնում է շուրջ 240 միլիարդ եվրոյի։ Իսկ այս ընթացքում չեն դադարում զգուշացումները Մոսկվայից, եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցը իրավական գործիքներ ունի։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանն է ասել։ Այդուհանդերձ արտգործնախարարության ներկայացուցիչը շեշտել է, Երևանը ոչ մի անգամ հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին։ Հակառակը ակտիվորեն մասնակցում է միության ներսում բանակցություններին, ինչը հաստատում է նրա շահագրգռվածությունը Եվրասիական ինտեգրման զարգացման հարցում։ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը եւ Ռուսաստանը վերջին տարիներին շեշտակի ավելացրել են առևտրաշրջանառությունը։ Բաքվի ռազմական դատարանում այսօր դարձյալ առանց անկախ փաստաբանների, իրավապաշտպանների եւ լրատվամիջոցների ներկայության հարձակվել են Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ Արցախի ազգային ժողովի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Դատական նիստը լուսաբանող Ազեր Թաչը հայտնում է, թե այսօրվա դատաքննությանը ցուցադրվել են տեսանյութեր, որոնցում Արկադի Ղուկասյանն է ադրբեջանական պետական լրատվամիջոցի ձևակերպմամբ Շուշիի օկուպացիայից անմիջապես հետո։ Մյուս նյութի կադրերում Ազեր Թաչի պնդմամբ Դավիթ Իշխանյանն է, իբրև թե խոչընդոտում է ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացումը Շուշի։ Պետական լրատվամիջոցը այսօրվա դատավարությունից տեսանյութեր դեռ չի հրապարակել։ 1992 թվականին հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրմանը Բաքվի ռազմական դատարանը սկսել է անդրադառնալ անցած շաբաթվանից դատաքննության ընթացքում պարբերաբար հնչում են Հայաստանի նախկին նախագահների անունները։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Բարձրագույն դատական խորհրդի թույլտվությունից հետո իրավապահները 2 ամսով կալանավորել են դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Քրեական գործն առնչվում է կաշառք տալուն, ստանալուն եւ օժանդակելուն։ Քաղաքացին ահազանգում է ոստիկանական բռնության մասին, այս անգամ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերյանում։ Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան ստորագրել են ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագիրը, ինչ ազդեցություն կունենա գործարքը պատերազմի ընթացքի վրա։
Քաղաքացին ահազանգում է ոստիկանական բռնության մասին, այս անգամ դեպքը տեղի ունեցել հոկտեմբերյանում, նրա փաստաբանը նաև կադրեր է հրապարակել, ոստիկանությունից պնդում են, թե քաղաքացին չի ենթարկվել իրենց պահանջին, մինչդեռ փաստաբանը հարցեր ունի, բարեփոխումների մասին հայտարարություններից հետո, ինչու բռնություն գործադրող ոստիկանները այդպես էլ չեն պատժվում։ Փաստաբան Արա Ղարագյուզյանը կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով գետնին պառկեցրել իր պաշտպանյալին, բռունցքով սեղմած պահելով նրա պարանոցն ու դեմքը, փորձում են ձեռնաշղթաներ հագցնել ու բերման ենթարկել։ Դուրողը ինձ պատմեց, որ նաև ոստիկանության բաժին այդ ձևով տանելուց հետո այնտեղ բռնություն են կիրառել, բռնության հետքերը ակնհայտ էր, ամբողջ դեմքի այդուսները, կապտուկները, գլխի վնասվածքները, մեջքի վնասվածքները եւ միայն ֆիզիկական ուժ գործադրելով չէր կարող նմանատիպ վնասվածքներ առաջանալ։ Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում գործող խանութից գողություն է եղել։ Վկայի կարգավիճակով քննչական կոմիտե ներկայանալու պահանջով Սերգեյ Աբրահամյանը ծանուցագիր է ստացել։ Ազատության հետ զրույցում տղամարդը պատմեց առավոտյան ուշ է արթնացել։ Զանգահարել հարցրել է՝ կարող է այլ ժամի ներկայանալ։ Պատասխանել են՝ այո, ժամը 16-ին եկեք։ Պնդեց՝ գնացել է, չեն ընդունել։ Դրանից հետո տղամարդը զանգահարել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, կասկածներ ունենալով, որ չեն ընդունել, որովհետև ոստիկանությամբ են ցանկանում բերման ենթարկել։ Ըստ Սերգեյ Աբրահամյանի, այդպես էլ եղել է։ Հաջորդ օրն առավոտյան երկու ոստիկան են իր տան դուռը թակել։ Հրավիրեցի տուն, կոֆե ուզեցի, հագնվեցի, որ դուրս կմետները դռան մոտ կանգնած եմ, սպասում եմ, որ տվյալ ոստիկանը փոխն խմի, որ գնամ։ Էմուսը անընդհատ դուրս էր գալու, հեռախոսում խոսում էր։ Կնոջից են իմանալ, որ ոստիկանապետի հետ առանձնազրուցել է, այդտեղից է պարզվել, որ դուրս է եկել զանգելը, որ գանեզի բռնեն տանը։ Ու լեցվել են տուն ինձ բռբռցելով։ Բազետան վրես, որ թերես ավոլորեն տանդել են տանը։ Ասում չի պարես ինձի կանդել են, որ փախել են, որ փախել են, որ բացերները թող կանդել են։ Ասում ինչի՞ մեր կանդել ես, որս գալիս են։ Մենք հազետն վրես իսկ չթողում կանդել են։ Սերգեյ Աբրահամյանը, որ հերքում է իր կապը ոստիկանների նշած խանութի գողության հետ, ասաց՝ նախ սեփական տանն են իրեն նվաստացրել ոստիկանները, հետո արդեն ոստիկանությունում ավելացրել են ծեծն ու բռնությունը։ Ոտքերս ու ձեռներս կանդալա մեջքիս հետ։ Կանդալների դեմը ոսկորները ջարդում, լայն սկոչով բերանից կապել են գլխից վրապատատելով, մի 15 հոգով քացիներով, կոշիկի տակով դեմքից թքել վրես։ Տղամարդն Ազատությանը նաև պատմեց՝ մի պեր զանգահարել, որ գան ու իրեն ոստիկանության բաժնում տեսնեն, կապտուկներն արձանագրեն, կամ հենց միպը միջամտեր, որ շտապօգնության մեքենան մոտենար ոստիկանություն, որովհետև ըստ նրա ոստիկանությունում անտեսել են իր խնդրանքն ու շտապօգնություն չեն կանչել։ Սերգեյ Աբրահամյանն ասում է իրենց զանգերին պատասխանել, բայց այդպես էլ ոչ ոք չի եկել։ Անչափահաս երեխաների հայրն իրեն նվաստացած է զգում։ 3 երեխա ունեմ, երկուսն էլ գերազանցիկ սովորող, նկարը դպրոցի այս մոտքի պատին կծկոց։ Չեմ ուզում երեխաներից վրա պիտակ թողնել։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից այսօր Ազատությանը փոխանցեցին, տեղյակ են խնդրին։ Պաշտպանի իրավասությունների շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։ Իսկ թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը եւ ինչ է արել ՄԻՊ-ը, չմանրամասնեցին։ Փաստաբան Արա Ղարագյուզյանի հրապարակած կադրերում լսվում է Սերգեյ Աբրահամյանի ու տեսարանը նկարահանող նրա կնոջ ձայնը, թե ձեռնաշղթաների կարիք չկա, նա պատրաստ է ոստիկանություն գնալ։ Գալիս է, դուք չեք հասկանում, մենք գալիս էինք։ Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն է արձագանքել փաստաբանի հրապարակմանը, ընդգծելով քաղաքացին չի ենթարկվել ոստիկաններին։ Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են բնակչի տուն։ Ներկայացրել են քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին։ Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ եւ նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ներքին գործերի նախարարության, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության կողմից։ Փաստաբան Արա Ղարագյուզյանը խուսափողական է համարում ոստիկանության այս պատասխանը։ Ներքին գործերի նախարարին է դիմում։ Սա է իրական բարեփոխումը։ Եթե լավ ենք նախկին ոստիկանապետն էր, խոշտանգման ենթարկված մեղադրյալներին էր պաշտոններ տալիս, դա Արփի Սարգսյանը,
ինքը բավականին որպես լավ մասնագետ, որպես բարեփոխումներին ձգտող, բայց իրականում մենք տեսնում ենք, որ այդ բարեփոխումները չկան։ Ինչու է նախարարության անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում քննվում ոստիկանների գործողությունը, հարցնում է Ղարագյոզյանը, խնդրահարույց համարելով նաեւ հենց դա։ Սա կոնկրետ խոշտանգում անմարդկային ենթադրյալ գործողություն է, որը պետք է քրեաիրավական գնահատական տրվի, ոչ թե վարչաիրավական, քանի որ այդ վարչությունը միայն զուտ ոստիկանության վարքագծի կանոններն է քննում։ Ղարագյոզյանն առնվազն 5 դեպք է հիշում, երբ վերջին 7 տարիների ընթացքում խոշտանգման հոդվածով անցնող ոստիկանները հետո պաշտոնի առաջխաղացումներ են ունեցել։ Մենք պրակտիկան տեսնում ենք, թե ոստիկանական բռնությունները ինչքան են անպատիժ մնում եւ շարունակվում է։ Կարելի ասել, որ այս 7 տարիների ընթացքում, որ ասեմ ոստիկանության համակարգում ինչ-որ բան փոխվեց, բռնություն իրականացող ոստիկանները պատժվեցին, դա ցավոք սրտի այդպես չի։ Ներքին գործերի նախարարությունից մինչդեռ տեղեկացնում են, հակաիրավական տարբեր արարքներ թույլ տված ոստիկանների նկատմամբ անցած տարի իրականացվել է 1911 ծառայողական քննություն, 53 ծառայող ազատվել է աշխատանքից, նախաձեռնվել է 46 քրեական վարույթ։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով 206 կարգապահական տույժ է կիրառվել, 9 ծառայող էլ ազատվել է աշխատանքից։ Փաստաբանի փոխանցմամբ իր վստահորդը 3 օր առաջ նաև դատախազություն է դիմել այս կառույցից, ասացին նամակը դեռ չեն ստացել, բայց Ղարագյոզյանի հրապարակման հիման վրա քրեական վարույթ են նախաձեռնել մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգման հոդվածով։ Այլ թեմաների անդրադառնանք։ Այսօր տոն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում։ Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ պաշտոնյաները հիմնականում ուղերձներ են ծոնում։ Վարչապետի հայտարարությունը այսօր խրատական տողեր ուներ։ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով։ Մինչդեռ վիճակագրությունը լրիվ այլ բան է փաստում, որ օրինակ դպրոց չավարտողները ավելի լավ են վարձատրվում, քան ավարտածները։ Աշխատավարձների մեծ խզվածք կա կանանց եւ տղամարդկանց միջև։ Ու ոչ միայն սա, այսօր նաև մայիս 1-յան երթի մասնակիցներն են իրենց սեփական պատմությունները ներկայացրել, թե ինչպես են ամեն օր ոտնահարվում աշխատող մարդու իրավունքները։ Մինչ բարձրաստիճան պաշտոնյաներն աշխատանքի կարևորության մասին դիֆերանտներ են ծոնում, անգամ վիճակագրական 4 թվերն են փաստում ամենատարբեր խնդիրների մասին՝ աշխատավարձերի անհամաչափ բաշխումից մինչև գենդերային խտրականություն ու գործազրկություն։ Աշխատանքային տարիքի շուրջ 2.400.000 հայաստանցիներից գործ կամ որևէ այլ տիպի զբաղվածություն ունի մոտ 1.2 միլիոնը։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ այս պահին էլ ակտիվորեն աշխատանք են փնտրում, բայց չեն գտնում։ Ավելի քան 1 միլիոնն ընդհանրապես աշխատաշուկայից դուրս է։ Ըստ վիճակագրական կոմիտեի ավելի քան 360.000-ը աշխատանք գտնելու հույս առհասարակ չունի։ Նրանց շարքում մեծամասնությունը կանայք են։ Եվս ավելի քան 150.000 կին չի աշխատում ընտանեկան հանգամանքներից դրդված։ Հազարավոր կանանց թույլ չեն տալիս գործի գնալ։ Հերթական մայիսի 1-ը աշխատանքի օրը Հայաստանն ամփոփում է այս եւ բազմաթիվ այլ խնդիրներով։ Օրն ուղերձներով էր սկսվել, վարչապետ Փաշինյանը չանդրադառնալով այս խնդիրներից եւ ոչ մեկին բարեկեցության բանաձև առաջարկեց՝ կրթվել եւ աշխատել։ Եվ թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով եւ լավ ենք ապրում մեր իմացածի չափով։ Եվ մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը եւ ընդլայնել մեր իմացածի ծավալը։ Իսկ սա հնարավոր է աշխատանքի եւ կրթության եւ աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։ 2023 թվականն ամփոփող աշխատաշուկայի մասին վիճակագրական կոմիտեի զեկույցը սակայն փաստում է, կրթությունը, բարեկեցություն ու պատշաճ վարձատրություն ոչ բոլոր դեպքերում է ապահովում, հաճախ ուղիղ հակառակն է։ Դպրոցը չավարտած հայաստանցիներն ամսական միջինը մոտ 130.000 դրամ աշխատավարձ են ստանում, հարկերը հանած։ Միջնակարգ կրթություն ստացածները նրանցից միջինը 10.000 դրամ պակաս են վաստակում։ Համալսարաններ ավարտածները թեև ավելի լավ են վարձատրվում, բայց այս դեպքում էլ այլ խնդիր է խորանում։ Տղամարդկանց ու կանանց եկամուտների խզվածքն է մեծանում։ Բուհական կրթությամբ տղամարդիկ միջինը 200.000 են վաստակում, կանանց մաքուր աշխատավարձը 130.000 դրամ է։ Բարձր որակավորում պահանջող աշխատատեղերում խզվածքն էլ ավելի մեծ է։ Այսօր մեր պահանջները ներկայացնելու օրն է։ Այսօր մեր իրավունքների բարձրացնելու օրն է։
Այս ամենի ֆոնին, ինչպես տասնամյակներ առաջ, աշխատավորներն օրվա երկրորդ կեսին դուրս էին եկել քայլերթի իրենց իրավունքների պաշտպանության արդար բարձրացության պահանջով։ Տարբեր ոլորտներ ներկայացնող երթի մասնակիցները պաստառներով էին եկել։ Դրանցից մեկը գնաճի ու նվազագույն աշխատավարձի հարաբերակցության մասին էր, որտեղ թանկացումները հրթիռի, իսկ աշխատավարձը կրիայի տեսքով էին պատկերված։ Մեկ այլ պաստառում նույն կրյան սպառողական զամբյուղի հետ կշեռքի հակառակ նժարում էր հայտնվել, որտեղ աշխատավարձը խորհրդանշող կրյան ակնհայտորեն զիջում էր։ Առաջին խնդիրը իհարկե աշխատավարձերի բարձրացումն է իմ կարծիքով։ Պատշաճ աշխատավարձի մասին բոլորն են խոսում, անկախ ոլորտից ու տարիքից։ Օրինակ, կրթության ոլորտում աշխատողներից մեկը բացատրում է, եթե դպրոցներում ուսուցիչների համար քայլեր ձեռնարկվում են, մյուս աշխատողների դեպքում ոչինչ չի փոխվում։ Ցավոք, վարչական աշխատակազմի աշխատավարձերը մնում են նույնը։ Աշխատանքային պայմանների բարելավման պահանջով այս տարվա գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հարավում էր։ Մենք մեր կյանքի հաշվն ենք ապրում, աշխատում։ Մենակ էդի ֆիքս է։ Փետրվարին Քաջարյանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն էին ոտքի ելել, գործադուլ հայտարարել։ Երկրի ամենամեծ ընկերությունը փաստացի ավելի քան 10 օր չաշխատեց։ Ընկերությունն ի վերջո ընդառաջ քայլ արեց, բայց ցույցերի ամենաակտիվ մասնակիցներն ազատվեցին աշխատանքից։ Նրանք մինչ օրս չեն վերականգնվել իրենց հաստիքներում։ Երթի մասնակիցների շարքում նրանցից երկուսին հանդիպեցինք։ Եվ մեր պահանջը արդար է եւ լեգիտիմ։ Եվ մենք գնալու ենք մեր պահանջի հետ։ Թող ոչ ոք չընկրկի աշխատանքային խնդիրները բարձրաձայնելուց, իհարկե հնարավոր է որ նաև գործազուրկ մնան, բայց դա պետքա խոչընդոտ չհանդիսանա, որովհետև խնդիրները կարող են լուծվել միայն բարձրաձայնելուց հետո։ Նրանք այժմ դատական կարգով են վիճարկում իրենց իրավունքները։ Առաջին նիստն է լինելու մայիսի 5-ին, թե 6-ին չեմ հիշում։ Հույս միշտ կա։ Հույս միշտ կա, ավելի շատ հավատում ենք մեր հնարավորություններին եւ մեր ռազմավարությանը, որ հանրային ճնշման ներքո իհարկե այս հարցը այնպիսի լուծում, հանգուցալուծում կստանա, որ բոլոր կողմերն էլ արժանապատիվ դուրս կգան։ Աշխատանքային իրավունքների իրացման խնդիրներն այսօր նաև մարդու իրավունքների պաշտպանն է արձանագրել, մատնանշելով եւ պայմանների եւ արդար բարձրացության հարցերը։ Անահիտ Մանասյանը նաև կարևորում է աշխատաշուկայում կանանց ցածր մասնակցության խնդրի լուծումը, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների ապահովումը։ Անվտանգ աշխատանքային պայմանների արդար վարձատրության, առհասարակ սոցիալական արդարության մասին հատկապես այսօր շատ է խոսվում։ Չնայած աշխատանքային օրենսգրքում գրված գեղեցիկ օրենքներին, աշխատող մարդը Հայաստանում այսօր հաճախ է բողոքում, ոտնահարվում են իր իրավունքները։ Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը բազմաթիվ օրինակներ է թվում, վերջնահաշվարկները չվճարելուց մինչև արձակուրդի իրավունքի խախտում։ Սակայն նաև պնդում դատարան դիմելու դեպքում գործատուն հիմնականում պարտվում է։ Չկա այդպիսի իրավունք, որը կարող ենք ասել, որ այս իրավունքը երբեք չի խախտվում։ Նման բան չի լինում։ Բոլոր իրավունքներն էլ խախտվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված, բայց մի դեպքում դրա մի քիչ ավելի մյուսը շատ է, մյուսն ավելի քիչ է խախտվում, նայած աշխատատեղ։ Իսկ դատարան դիմելու դեպքեր լինում են, որովհետև մեր իրականությունում կարծես թե մարդիկ մի քիչ վատ են զգում գործատուին դատի տալու գաղափարից։ Այո, այստեղ մշակութային առանձնահատկություն կա որոշ չափով, որովհետև աշխատողների մեծամասնությունը խուսափում է դատարան դիմելու կամ դատական կարգով վիճարկելու իր աշխատանքային վեճը, բայց 2024 թվականին մենք 16 դատական գործ ենք ունեցել եւ ասեմ ավելին 14-ը շահել ենք 24 թվականին, որից 16-ից մեկն էլ շահել ենք վերջերս 2025 թվականի ընթացքում։ Բայց դատարաններ դիմելու մի ուրիշ խնդիր էլ կա այդ խուսափելու առումով, որովհետև բավականին երկար են ձգվում դատական ուրեմն գործընթացները։ Թեպետ որ աշխատանքային իրավունքների խախտման կամ աշխատանքային վեճով գործերը պետք է արագացված կարգով քննվեն։ Կյանք, աշխատանք, բալանսը կա ընդհանրապես այդպիսի երևույթ, ձգտենք դրան, որ մի օր կստացվի։ Այո,
Ընդհանրապես պետք է ունենանք այդ կյանք աշխատանք հավասարակշռություն, անգլերեն ասած work-life balance-ը, որը որ պիտի ունենանք բոլորիս համար։ Եվ երբ Արմենությունների կոնֆեդերացիան խոսում է արժանապատիվ աշխատանքի, սոցիալական արդարության, արդար վարձատրության մասին, հենց սրա մասին է խոսքը, այսինքն մարդը պիտի այնքան ինքնաբավ լինի, այնքան աշխատավարձ կարողանա ստանալ, որպեսզի ինքը 15 տեղ չգնա աշխատելու, այս իհարկե չափազանցի, բայց գրեթե բոլորը մեծամասամբ համատեղությամբ աշխատում են, մի քանի աշխատանք են կատարում եւ բնականաբար կյանքը վայելելու, ընտանիքը վայելելու, երեխաներին վայելելու ժամանակ ուղղակի չեն ունենում։ Այս պարագայում մենք ունենում ենք նաեւ մեկ այլ խնդիր, ունենում ենք ագրեսիվ քաղաքացիներ, ագրեսիվ աշխատողներ, այսինքն աշխատանքի վայր հասնելուց սկսած, մինչև աշխատանքից դուրս գալուց սկսած աշխատողը պիտի ինքնաբավ լինի, որպեսզի ինքը տուն հասնելուն պես կարողանա վայելել իր երեխաների ներկայությունը, չունի երեխաներ, ուրեմն ընկերների ներկայությունը, որպեսզի ինքը կարողանա կյանքը եւ աշխատանքը կարողանա համատեղել եւ ուղղակի կյանքը վայելել։ Եվ թողարկման ավարտին միջազգային լրահոսից Կիևը եւ Վաշինգտոնը ստորագրեցին ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագիրը։ Փաստաթուղթը տնտեսական հարաբերությունների մասին է, որևէ նշում չկա Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին, ինչին ձգտում էին Ուկրաինան եւ Եվրոպան։ Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել գործարքին։ Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան ստորագրել են ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագիրը, որի շուրջ բանակցել էին մի քանի ամիս։ Ամերիկյան կողմից այն ստորագրել է ֆինանսների, իսկ ուկրաինական կողմից էկոնոմիկայի նախարարը։ Համաձայնագիրը ցույց է տալիս Ուկրաինայում երկարատև խաղաղության եւ բարգավաճման հարցում կողմերի ստանձնած հանձնառությունը, ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։ Սկոտ Բեսենթը նաեւ նշել է, ժամանակն է, որ այս դաժան ու անիմաստ պատերազմը դադարեցվի։ Today's agreement signals clearly to Russian leadership Համաձայնագիրը հստակ ազդարարում է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը հիմնված է երկարաժամկետ հեռանկարում, ազատ, ինքնիշխան եւ բարգավաճ Ուկրաինայի ստեղծման վրա։ Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել վերակառուցման ամերիկա-ուկրաինական ներդրումային հիմնադրամ, որին կփոխանցվի օգտակար հանածոների, այդ թվում գազի եւ նավթի արդյունահանման միայն նոր նախագծերից ստացված եկամտի 50%-ը։ Այդ գումարները 10 տարի կուղղվեն Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը։ Հիմնադրամը կողմերը կկառավարեն հավասար իրավունքներով։ Ուկրաինան կորոշի, թե որտեղ եւ ինչ արդյունահանել, սակայն նոր գործարքներ կնքելու հարցում ԱՄՆ-ն արտոնություններ կունենա։ Փաստաթղթում որևէ նշում չկա ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին, ինչին ձգտում էին Ուկրաինան եւ Եվրոպան։ Գործարքի ստորագրումից առաջ ԱՄՆ տրամադրած ռազմական օգնության մասին եւս չի հիշատակվում։ Փաստացի այն չի համարվում պարկ, ինչը սկզբունքային էր Կիևի համար։ ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնությունն Ուկրաինային եւ գործարքի ստորագրումից հետո տրված օգնությունը կհամարվի ամերիկյան կողմի ներդրումը հիմնադրամում։ Գործարքը չի խոչընդոտի Եվրոպական միությանն անդամակցելու Կիևի ձգտումներին։ Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել գործարքին։ Այս ֆոնին Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է, որ Վաշինգտոնը ներկայացրել է կարգավորման 22 պայման, որոնց Կիևը համաձայնել է։ Fox News-ի հետ զրույցում Քիթ Քելոգը նշել է, Կիևը մասամբ համաձայնել է նաև Ռուսաստանի տարածքային պահանջներին։ Ուկրաինացիները պատրաստ են զիջել այն տարածքը, որը Ռուսաստանը փաստացի գրավել է, չնայած չեն պատրաստվում դե յուրե ընդմիշտ ճանաչել դրանք։ Նրանք հասկանում են, որ եթե հրադադար հաստատվի, կողմերից յուրաքանչյուրը կմնա իր զբաղեցրած դիրքերում։ Կանադայի վարչապետն իր հերթին Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Ուկրաինան ապացուցել է, որ հանձնառու է խաղաղություն հաստատելուն։ Ռուսաստանը եւս պետք է հետևի Ուկրաինայի օրինակին, սոցցանցում գրել է Մարկ Քարնին։ Այս պատերազմը պետք է ավարտվի եւ Կանադան կշարունակի ջանքերը մեր դաշնակիցների հետ Ուկրաինայի համար ազատություն, խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու համար։ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ Մարկ Քարնիի հետ խոսել են նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Կանադան կիսում է Ուկրաինայի տեսակետը, Ռուսաստանը օր առաջ պետք է դադարեցնի կրակը եւ միայն այդ դեպքում հնարավոր կլինի բանակցությունների միջոցով հասնել խնդրի կարգավորմանը, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Մենք պատրաստ ենք երկխոսության ցանկացած ձևաչափով։ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր հարձակումները եւ վերջ տա այս պատերազմին։
Այս ընթացքում իրավիճակը ռազմաճակատում մնում է լարված, ռուսական զինուժը շարունակել է անօդաչուներով զանգվածային հարձակումը Օդեսայի վրա, կա 2 զոհ, 5 վիրավոր, վնասվել են տներ։ Ռուսական կողմն իր հերթին հաղորդել է ուկրաինական անօդաչուների հարձակման մասին Վորոնեժի, Վլադիմիրի եւ Բելգորոդի շրջաններում։ Չնայած նախորդին գլխավոր շտաբի պետի հակառակ պնդմանը Ռուսաստանի նախագահը խոստովանել է, որ ուկրաինական զորքը դեռ մնում է Կուրսկի շրջանում։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով azatutun.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն ենք, նախատեսել հաջողություն։